Երազները չեն իրականանում միշտ դուք ինքներդ եք բողոքում, որքան խոսեք ձեր ցանկությունների մասին, եթե չկա ներքին կարգապահություն, ամեն ինչ կմնա միայն բառերի դաշտում, հազարամազերծող իմաստությունը սովորեցնում է, որ առանց ջանքերի, նույնիսկ սերմը չի կարող կոտրել երկիրը, բողբոջելու համար։ Շատերն ապրում են պատրանքով, որ արտաքին հանգամանքները մեծ չարագործներ են, որոնք խանգարում են նրանց հասնել իրենց նպատակներին, բայց ճշմարտությունն այն է, որ ժամանակի մեծ մասը յուրաքանչյուրի մեջ ամենամեծ խոչընդոտ է։ Ինքն իրեն դատապարտելը կարող է հնչել որպես ինքնուրույն խնամք, բայց գործնականում այն դառնում է ինքնազբաղար։ Ես այսօր հոգնել եմ այսօր, սկսել վաղը կամ դա շատ դժվար է, ես դա անում եմ, դառնալով արատավոր ցիկլ։ Օր-օր երազը ինքն իրեն հեռավորության վրա է, մինչև որ ափսոսանք դառնա։ Հին առակը ասում է, որ աշակերտը փնտրում էր իր տիրոջը և ասաց. Ես ուզում եմ սովորել, բայց ես դժվարանում եմ շուտ արթնանալ, Սեյջը պատասխանեց։ Հաղորդագրությունը պարզ է, առավոտյան փոքր հաղթանակը հաստատեց հիմնադրամները հետևյալ բոլոր նվաճումների համար։ Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են այս գաղափարը այլ բառերով։ Մեր ուղեղը ունի բնական հակում ամենահեշտ ձևը փնտրելու, անհապաղ հաճույք պատճառելու և որևէ անհանգստությունից խուսափելու համար, այնուամենայնիվ, իրական աճը միայն պատահում է, երբ բախվում ենք մարտահրավերների, եթե դուք դժգոհ եք, մնացեք լճացած։ Եթե սովորում եք ամուր լինել, այն ամրապնդվում է, սա իրական զարգացման մտածելակերպն է։ Հոլոքոստի հոգեբույժ և վերապրած Վիկտոր Ֆրանկլը հայտարարել է, որ իմաստը ուժ է տալիս ցանկացած անբարենպաստություն հաղթահարելու համար, բայց առանց կարգապահության, նույնիսկ ամենաթեժ նպատակը կորցնում է իր իշխանությունը։ Երազը առանց խստության է պարզապես ֆանտազիա, ընդհակառակը, երբ ձեզ ամեն օր մի փոքր ավելին եք պահանջում, քան երազանքը սկսում է ձևավորել իրականում։ Հնարավոր է ասել, որ դուք նոր կյանք եք ուզում, բայց եթե ամեն առավոտ թույլ է տալիս մնալ հարմարավետության գոտում, ոչինչ չի փոխվի։ Հետևաբար, երազանքը պահանջում է ամուրություն ոչ թե ինքն իրեն դաժանության իմաստով, այլ այն ամուր ձեռքից, որը առաջնորդում է ճիշտ ուղղությամբ։ Համապատասխանությունը հաճախ քողարկում է իրեն որպես բարություն։ Ես ինձ չեմ ստիպի, ես արժանի եմ հանգստանալու, բայց երբ այս հանգիստը դառնում է այն ամենն, ինչը դժվար է հետաձգել, դուք իրականում գողանում եք ձեր սեփական ապագան, որպես հին ասացվածք ասում է, ով ոչինչ չի խնայում ոչնչով։ Ես հանդիպեցի մեր համայնքի տաղանդավոր երիտասարդի, ով երազում էր բժիշկ դառնալ, բոլորը հավատում էին նրա ներուժին, բայց ամեն առավոտ նա կրկնեց. Այսօր ես ուժասպառ եմ, վաղը սովորում եմ, վաղը շրջվեց շաբաթներ, հետո ամիսներ, մինչև վերջ, նա նույնիսկ չփորձեց քոլեջ, նրա երազանքը չի մահացել հնարավորության պակասի համար, այլ ավելորդ համապատասխանության։ Պապս, պատերազմից հետո, ոչինչ չի վերադարձել։ Ոչ մի փող, ոչ ուժ, հեռանկարներ, բայց նա իրեն կանոն է ենթադրում։ Ամեն օր գոնե մեկ քայլ կվերցնեմ, դա չի թույլատրվել, ոչ նույնիսկ այն դեպքում, երբ մարմինը վնասել է, այս վճռականությունը նրան առանց ռեսուրսների է վերածել ինչ-որ մեկի, որին շատերը խորհուրդներ էին փնտրում։ Նա իր կյանքը բախտով չէր կառուցում, բայց ամուր ինքն իրեն։ Նյարդաբանները բացատրում են, որ մեր ուղեղը ծրագրավորված է էներգիա խնայելու համար, միշտ փնտրելով ամենահեշտ ձևը, այնուամենայնիվ, հենց դա է ջանքերն ու դիմադրությունը, որոնք ստեղծում են նոր նյարդային կապեր, երբ մենք ընտրում ենք հարմարավետություն։ Միտքը թուլանում է, երբ մենք ընտրեցինք մարտահրավերը, մենք դառնում ենք ավելի ուժեղ, եւ այս ուժը կուտակվում է, մեզ վերածելով տարբեր մարդկանց։ Անջելո Դիրվորթը, հոգեբանը, որը հայտնի է իր համառության ուսումնասիրության համար, այն անվանում են grip կրքի և համառության համադրություն։ Սա տաղանդ կամ հաջողություն չէ, բայց սովորություն չթողնելու և չխնայելու սովորությունը, սա է այն, ինչը դարձնում է այն տարբերությունը, որտեղ մյուսները հրաժարվում են։ Հին պատմությունը ցույց է տալիս դա։ Ով է պատը կառուցում բ. Արամոուն սպասում է, որ նա բաժանվի, ով է օգտագործում քարը, գիտի, որ դիմակայում են, ձեր կյանքը նման է այս պատին, եթե այն կառուցեք զիջումներով, այն լողալու է, եթե կարգապահությամբ կառուցեք, ապա կդիմեք որևէ փոթորիկ։ Վտանգավոր պատրանք կա։ Այն համոզմունքը, որ երազանքներն են իրականանում, պարզապես հավատալով և սպասում են ճիշտ պահի, բայց իրականությունն այն է, որ այս պահը երբեք չի գալիս, կատարյալ առիթը սպասելը նույնն է, ինչ հետաձգելը։ Ես հանդիպեցի մի մարդու, ով միշտ ասում էր. Անցան տարիներ, երեխաները մեծացել են, ուժերն ավարտվում էին և մնացածը ափսոսանք էր, նրա երազանքը մահացավ գործողությունների բացակայության և պասիվ սպասելու համար։ Մեր ավանդույթում ասվում է, ով որ սպասում է կատարյալ օր, երբեք չի սկսվում, նրանք, ովքեր բարգավաճում են քիչ իծ։ Նրանք, ովքեր ձախողում են իդեալական պահը, և նրանց միջև տարբերությունը դառնում է անդունդ։
Հոգեբան Դանիել Կահնմանը բացատրեց, որ մեր միտքը հակված է հետաձգել այն, ինչը դժվար է, հուսալով դրանից հետո, որը գոյություն չունի, միակ ժամանակը, որ մենք ունենք, ներկան է, ճշմարիտ ամրությունը հիմա սկսելն է, նույնիսկ վախով, նույնիսկ անպատրաստ զգալով։ Հանքավայրի ծանոթը բացեց հացաբուլկեղեն տնտեսական ճգնաժամի մեջ, բոլորը ծիծաղեցին։ Դու խենթ ես, սա ամենավատ պահն է, բայց նա պատասխանեց. Եթե ես այսօր չսկսեմ, ես երբեք չեմ սկսի, տարիներ անց նրա հացաբուլկեղենը հաջող ցանց է դարձել, նա չսպասեց հնարավորության, նա ստեղծեց նրան։ Հին իմաստությունը միշտ կրկնել է, ով քայլում է, առաջնորդվում է, ով առանձնանում է, գերազանցում է ճանապարհը, կարող եք կյանքի մի կյանք սպասել այն իդեալական պահին, որը երբեք չի գա, բայց եթե այսօր առաջին քայլն եք վերցնում, ճանապարհը կբացվի ձեր առջև։ Ամուրությունը հոմանիշ չէ ավելորդ խստության, բայց ազնվության հետ, ազնվությունը ճանաչելու, որ եթե հիմա չսկսեք, երբեք չեք սկսվի, համապատասխանությունը նաև մեկ այլ ծուղակ է կերակրում։ Կեսից հրաժարվելու սովորությունը, դուք սկսում եք ոգևորությամբ, բայց դժվարության առաջին նշանով ներքին ձայնը շշնջում է, ինչու եք այդքան շատ աշխատում, այդ պահին ամեն ինչ փլուզվում է։ Մեր համայնքում մի երիտասարդ որոշեց ուսումնասիրել սուրբ տեքստերը, առաջին շաբաթների ընթացքում նա արթնացավ վաղ և ուշացավ, բայց մեկ ամիս անց նա ասաց. Դա շատ դժվար է, ես ավելին եմ արել, քան մյուսները, հրաժարվեց, սակայն մեկ ուրիշը շարունակեց քայլ առ քայլ, չնայած հոգնածությունն ու կասկածները, տարիներ անց նախկինները ափսոսեցին կորցրած ժամանակը, իսկ երկրորդը հարգված առաջնորդ։ Ընթացիկ հետազոտությունը սա անվանում է փոքր քայլերի ուժ։ Ջեյմս երևում է, որ Հապրինգի հեղինակները ցույց են տալիս, որ փոքր գործողությունները մեծ արդյունքներ են տալիս, բայց դժգոհությունը ոչնչացնում է ամբողջ համակարգը։ Պարզապես միանգամից տվեք բանտը կոտրելու համար, պարզապես ասեք. Այսօր ես կարող եմ հանգստանալ, որպեսզի վաղը ավելի դժվար է, և վաղը հաջորդ օրը դուք ամբողջությամբ կանգ եք առնում։ Հին իմաստությունը սովորեցնում է, մի նայիր ամբողջ սարին, կենտրոնացեք հաջորդ քայլի վրա, ինքներդ ձեզ հետ ամուր լինելը չի նշանակում ամեն օր լեռներ բարձրանալ, բայց թույլ չտալով դադարեցնել, դա նշանակում է քայլ կատարել նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք զգում տող սովորել նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր ուժերը եզրին են։ Տատիկս հաստատեց դա, նա կարում էր ամեն օր, առանց մաքրման իր երեխաներին աջակցելու համար, երբեմն ձեռքերը դողում էին։ Մյուսները քնել են մեքենայի վրա, բայց նա ասաց. Եթե դա կանգ առնի այսօր, վաղը ուտելու բան չենք ունենա, նրա ամրությունը փրկեց ընտանիքին։ Կարող եք երազել ապագայի մասին, բայց եթե փոքրիկ բաներ եք տալիս, կկորցնեք մեծերը, ճշմարիտ ուժը շարժվելն է, նույնիսկ երբ ամեն ինչ խնդրում է կանգ առնել, ընկեր լինելը նշանակում է նաև իմանալ, թե ինչպես կարելի է ոչ ավելորդին ասել։ Համապատասխանությունը շշնջում է, վերցրեք բոլորը, փորձեք ամեն ինչ, ընդունեք ամեն ինչ, վերջի վերջո, դուք ինքներդ եք ցրեք և ոչինչ չեք անում գերազանցությամբ, ամուրությունն ասում է, ընտրեք էականներն ու գրկեք հենց այդ։ Մեր ավանդույթում դա հիմք է հանդիսանում նպատակի կյանքի համար։ Կյանքի սկզբունքներ կան, որոնք իջնում են պարզ առավելագույնի։ Ավելի քիչ, բայց ավելի լավ, պապս միշտ կրկնեց։ Նա միայն ենթադրում էր, թե ինչն է իմաստավորել և հանգեցրեց մինչև վերջ, հետևաբար մարդիկ հարգում էին նրան, այն ցրված չէր, հուսալի էր, ժամանակակից մտածողները հաստատում են այս իմաստությունը, Գրեգ Մաքքեոն գրում է, որ ամեն ինչով լի կյանք, իրականում դատարկվում է մեր ժամանակը, Քալ Նյուփորթը հիշեցնում է, ինքն իրեն հետ ամուր լինելը նշանակում է, որ նույնիսկ հաճելի չէ, որպեսզի չկորցնի այն, ինչ իրականում կարևոր է։ Ես հանդիպեցի մի հարևանի, որը բացեց փոքր խանութ, ես առաջարկներ ստացա նոր բիզնեսի, հեշտ փողի և շեղումների, բայց հրաժարվեց ամեն ինչից, նա ասաց. Ես իմը կառուցում եմ։ Մինչդեռ ես ամուր չեմ, այլևս ոչինչ չեմ ստանձնի, տարիներ անց այդ խանութը դարձավ հաջող ցանցի հիմքը, նրա կարգապահությունը նրան բարգավաճում տվեց, համապատասխանությունը մյուս կողմից ոչնչացնում է, նա շշնջում է, դուք գիտակցում եք ամեն ինչ տեղավորվում է ձեր ժամանակին, բայց դա պատրանք է, ով է ընդգրկում 10 նախագիծ, որևէ մեկը չի եզրակացնում, կյանքը դառնում է քաոս, հրեական իմաստությունը սովորեցնում է, ավելի լավ է նպատակ ունենալով, քան շատ անիմաստ, հետևաբար, ամրությունը պատիժ չէ, այլ պաշտպանություն, դա մեզ պաշտպանում է ցրումը, քաոսից և պատրանքից, որ մենք կարող ենք լինել միևնույն ժամանակ ամենուր, միայն հիմնականը ընտրելով և ավելորդը վերացնելու միջոցով մենք շարժվեցինք դեպի երազանք։ Գոհունակության ևս մեկ կողմ կա։ Պատճառները, մենք մագիստրոսներ ենք, որոնք հիմքեր կանչելու համար։ Ես ժամանակ չունեմ, էներգիա չունեմ, հիմա ժամանակ չէ, բայց ճշմարտությունն այն է, որ դա այն հանգամանքներն են, որոնք խանգարում են մեզ։
Մենք ինքներս ենք, որ ինքներս մեզ թույլ չենք տալիս գործել։ Ես հանդիպեցի մի մարդու, ով երազում էր գրող լինել, ես միշտ ասում էի. Ես կսկսեմ, երբ դուք լավ գրասեղան ունեք, նոր համակարգիչ, երբ ոգեշնչումը կգա, նա սպասեց կատարյալ պայմանների, և տարիները անցան, ձեր գրքերը երբեք չեն թողել թուղթը։ Արդեն իմ ընկերն ամեն երեկո գրել է թղթի կտորներով, աղյուսակ չկար, ոչ համակարգիչ, ոչ լռություն, բայց դա կարգապահություն ուներ, նա ասաց. Եթե այսօր չես գրում, վաղը ավելի դժվար կլինի, այսօր հազարավոր մարդիկ կարդում են ձեր գրքերը, ժամանակակից հետազոտողները անվանում են այս հակատգալություն։ Ճշմարիտ ուժը ծնվում է անկատար պայմաններում, ամուրությունը իդեալական օր չի ակնկալում։ Նա օգտագործում է իր ունեցածը և վերածվում է արդյունքի։ Հրեական առակը ասում է, եթե անհամբեր սպասում ենք ամեն ինչ հարմար, մենք երբեք չենք սկսի, ընկերական լինելը նույնիսկ հակառակ քամու հետ երգելն է, գոհունակությունը մեզ պատանդ է դարձնում հանգամանքների։ Կարգապահությունը մեզ ստիպում է մեզ սեփական ճակատագրի սեփականատերերին, այսպիսով ամեն անգամ, երբ զգում եք ինքներդ ձեզ արդարացնելը, հարցրեք. Արդյոք սա ճշմարիտ է, թե պարզապես արդարացում, ժամանակի մեծ մասը պատասխանը կլինի երկրորդը, և սա հենց այս պահին է, որ ամրությունը անհրաժեշտ է։ Կարգապահությունը ոչ միայն դժվար է անել, այլ կատարել ինքներդ ձեզ տրված բառը, շատ խոստում, երկուշաբթի ես սկսում եմ վազել, վաղը դադարեցնում եմ ծախսել առանց անհրաժեշտության, բայց երբ ժամանակը գա, համապատասխանությունը շշնջաց։ Այսօր այն կարող է ցատկել, դա ոչ մի նշանակություն չունի, և այսպես երազը մահանում ենք քայլ առ քայլ, հրեական իմաստությունը նախազգուշացնում է, նա, ով չի կատարում իրեն խոստացողը, ոչինչ չի կառուցի, քանի որ եթե չվստահեք ինքներդ ձեզ, ոչ ոք չի վստահի։ Ես հիշում եմ մեր համայնքի մի մարդ, որը որոշեց խնայել ընտանիքի համար, ամեն շաբաթ ծրարի մեջ փոքր քանակություն եմ դնում, ծիծաղեց նրա վրա։ Այսքան քիչ կփոխի ձեր կյանքը, բայց նա համառեց, առանց ձախողման, տարիներ անց այդ տնտեսությունները մեծ ձեռքբերումներ դարձան, նրա կարգապահությունը նրան հարգանք և կայունություն տվեց, ժամանակակից ուսումնասիրությունները ապացուցում են։ Խոսքի կատարման սովորությունը ինքնին ձևավորում է բնավորությունը, յուրաքանչյուրը ես արեցի ամրապնդում է ինքնուրույնությունը։ Յուրաքանչյուրը ես հրաժարվեցի կորեսին, և չկա ավելի վատ թշնամի, քան ինքնին հավատը կորցնելը։ Ամուրությունը պատիժ չէ, բայց հարգանք իրեն սեփական նվիրվածության համար, երբ ասում ես ես կանեմ, արա դա, նույնիսկ եթե դա դժվար է, նույնիսկ եթե ոչ ոք չի տեսնում։ Ոյս սա է այն, ինչ կառուցում է ուժը, համապատասխանությունը դանդաղորեն ոչնչացնում է երազները, ես կուզեի վերափոխվել է, ես կփորձեմ և կփորձեմ գուցե, բայց երազները հստակություն են պահանջում, դրանք միայն իրականացվում են նրանց համար, ովքեր անզիջում են։ Հիշեք, ինքներդ ձեզ տրված բառի կատարումը ցանկացած երազանքի առաջին աղյուսն է, հետո հասանք այդ հարցի հիմքում, երազը ճակատագրի նվեր չէ, այլ կարգապահության և ամրության պտուղ։ Յուրաքանչյուր մեծ արդյունք կառուցվեց ոչ թե ոգեշնչմամբ կամ հարմարավետությամբ, այլ ոչ ասելու ունակությամբ, երբ ուզում էի ասել և գործել, երբ ուզում էի հետաձգել։ Հրեական իմաստությունը սովորեցնում է, այս նախադասության մեջ բոլոր ճշմարտությունն է, այսօրվա զիջումները դառնում են վաղվա ափսոսանքը, այսօրվա կարգապահությունը դառնում է վաղվա ազատությունը, ժամանակակից մտածողները հաստատում են։ Ուշադրություն, կարգապահությունն ու սովորությունները հարստության, հաջողության և երջանկության հիմքն են, ով սպասում է ներշնչանքի, սպասում է, նրանք, ովքեր գործում են առանց զիջումների, հավաքում են արդյունքները։ Ինչ կարող եք անել այսօր։ 1. Ընտրեք խոստում ինքներդ ձեզ և պահեք այն մինչև վերջ, ոչ մի արդարացում։ 2. Վերացրեք ձեր ուժը գողացող ինքնությունը։ Ձեր բջջային հեռախոսի ևս 1 ժամ, ավելորդ ծախս, զիջում, որը թուլացնում է այն։ 3. Այսօր մի քայլ կատարեք դեպի երազանքը, որքան էլ փոքր, թող այն լինի առաջին արժույթը խնայողություններում, գրքի առաջին էջը, վազքի առաջին օրը։ Հիշեք, երազները գալիս են նրանց, ովքեր պատրաստ են վճարել գինը, և գինը միշտ նույնն է ինքներդ ձեզ ամրություն, բայց դա վճարելու ամենադաժան ձևն է, քանի որ դա է, ով իր իրականության մեջ է վերածում։ Դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության և նպատակի ուժը, վերականգնել այն, բաժանորդագրվեք ալիքին և թողեք ձեր մեկնաբանությունը, այստեղ մենք սովորում ենք ապրել, որպեսզի երազները դադարի լինել խոսքեր և դառնալ մեր ճակատագիրը։